Երեկո Սիմոնյան post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այս անգամ մենք Կիրակի օրը փոխարինեցինք երկուշաբթիով, պարոն Ղազարյանին հարմար չէր, բարի երեկո պարոն Ղազարյան, իսկույն մեր հետևորդները մեզ ըմբռնումով կմոտենան այս մի օր տեղափոխության համար եւ առաջին հարցը, որ ուզում եմ տալ, վերաբերում է այսպես կոչված խաղաղության պայմանագրին, գիտեք, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են այդ տեքստը ամբողջովին, ընդդիմությունն ասում է, որ սա նոր կապիտուլյացիա է, այսօր ազգային ժողովում Ալեն Սիմոնյանի հետ թեթև լեզվակռվի մեջ էինք մտել, որ դա կապիտուլյացիա է, Ալեն Սիմոնյանն ասում էր, որ չէ, դա այսպես ընծա է հայ ժողովրդին մի յուրահատուկ փաստաթուղթ, ընդ որում երկուստը եք պարտավորություններով, դուք ինչ կարծիք ունեք դրա վերաբերյալ։ Ուրեմն դա կապիտուլյացիայի հերթական փուլն է, այսինքն եթե առանձնացնենք կապիտուլյացիոն էտապները, առաջի կապիտուլյացիան դա նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր, երկրորդ կապիտուլյացիան դա հոկտեմբերի 6-ի հայտարարությունն էր, եւ հիմա երրորդ կապիտուլյացիան է, որը նախապատրաստում է Հայաստանի վերջնական կործանման, վերջնական կապիտուլյացիոն հայտարարությանը։ Նախ ասեմ, որ այդ պայմանագիր կոչվածը, եթե մենք փորձենք ժամանակագրորեն գալ, դա ինչպես է առաջացել։ Այդ գաղափարը առաջացել է 44-օրյա պատերազմից հետո, այսինքն մինչև 44-օրյա պատերազմը, մինչև Հայաստանի զինված ուժերին ծնկի բերելը, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի երբեք չեն մտածել խաղաղություն հաստատելու, համագործակցելու, կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու մասին։ Նրանք երկուստեք խոսել են պատերազմի մասին, երկուստեք հանդես են եկել ռազմատենչ հայտարարություններով երկու կողմից, տապալել են բանակցային գործընթացը, գնացել են պատերազմի եւ պատերազմից հետո են սկսել այս պայմանագրի մասին խոսույթները։ Այս պայմանագրի մասին առաջի ձևակերպումը տվել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ասելով, որ Հայաստանի հետ իրենք պայմանագիր կկնքեն միայն իրենց կողմից նախանշված 5 սկզբունքների հիման վրա։ Եվ երկար ժամանակ մեր հայ հասարակությունից գաղտնի էր պահվում, թե որոնք են այն 5 սկզբունքները, որոնք Ադրբեջանի համար կարևոր են Հայաստանի հետ համագործակցություն հաստատելու համար։ Այդ մասին 5 սկզբունքների մասին առաջին անգամ, եթե հիշում եք, ասել է հանրային հեռուստաընկերությունում այն ժամանակվա հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էդմոն Մարուկյանը, պատասխանելով, որ հայկական կողմը 6 սկզբունքներ է ներկայացրել Ադրբեջանին ի պատասխան այդ 5 սկզբունքներին։ Շատ տպավորիչ 6 սկզբունքներ էին, որովհետև առաջի սկզբունքը այն էր, որ հայկական կողմը ստացել է այդ 5 սկզբունքները, դա մեկ։ Երկրորդ, որ հասկացել է, թե ինչ է գրած այդ սկզբունքների մեջ, եւ երրորդը, որ անվերապահ ընդունում է դրանց պահանջները, այսինքն եւ Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը հայտարարեցին, որ իրենք այդ ներկայացված 5 սկզբունքների հետ որևէ առարկություն չունեն եւ պատրաստ են դրա շուրջ սկսել բանակցություններ։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ որ Պրահայում ստորագրվեց կապիտուլյացիոն հայտարարությունը Արցախ Ադրբեջանին հանձնելու մասին, այդ նույն օրը Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ եւ այդ հանդիպումից հետո ասել են, որ իրենք հայկական կողմին են փոխանցել 12 լրացուցիչ պարզաբանող կետեր, որոնցով պարզաբանվել են այդ այսպես կոչված 5 սկզբունքները, առանց ասելու դրանց բովանդակության մասին, ասվել է, որ հայկական կողմը դա ստացել է եւ պիտի մտորի դրանց մասին։ Մինչ օրս չեն ասել, թե որոնք են այդ 12 պարզաբանող կետերը, բայց ես առավել քան վստահ եմ, որ ոչ թե դրանք պարզաբանող կետեր են, այլ լրացուցիչ սկզբունքներ, լրացուցիչ պայմաններ, ի հավելում են այն 5 պայմանների, որոնք ներկայացվել էին ի սկզբանե։
Դե 12-ին է, որ գումարում ենք 5, ստացվում է 17։ Հիմա իրանք էլ ասում են, չէ, որ այս պայմանագիրը կազմված է 17 կետերից։ Այսինքն ի սկզբանե Ադրբեջանը ներկայացրել է 17 կետ, հələ մեկը երևի հանել են, մեկը դրել են, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընթացս մի կետել են ադրբեջանցիները ավելացրել, որոնք ի սկզբանե չեն եղել։ 17 պահանջ դրել են Հայաստանի առաջ, Հայաստանը սկսել է դրանց շուրջ որոշակի սկզբից դրանց թվացել է, թե կարող են կարծիք հայտնել, վերապահումներ ունենալ բան, հետո տեսել են, որ ոչ մի բանն էլ Ադրբեջանը համաձայն չի։ Եթե հիշում եք Նիկոլ Փաշինյան ասուլիսներից մեկում ասաց, որ մեր առաջարկները ադրբեջանցիները ջնջում են եւ մեզ հետ են ուղարկում։ Իդեպ այդ պայմանագրի դրույթները քննարկվել են էլեկտրոնային տարբերակով, այսինքն email-ով հայկական կողմը, ադրբեջանական կողմը, որը նախագծի հեղինակն է, ուղարկում է Հայաստանին, սրանք ծանոթանում են եւ պատասխան email-ով պատասխանում են դրա վերաբերյալ իրենց նկատառումներն են հայտնում, որ ադրբեջանցիները ջնջում են։ Ու սենց էլ այդ պայմանագրի ամբողջ ընթացքը մոտ 12 թե 13 անգամ սենց իրար փոխանակել են էլեկտրոնային եղանակով հայ հասարակությունից գաղտնի ապահով, այսինքն չեն ասում, թե ինչի շուրջ են բանակցում, ինչ կետերի շուրջ են տվել համաձայնություն, բայց ասում էին, որ 2023 թիվ, մինչև տարվա վերջ կկնքվի խաղաղության պայմանագիր, մինչև տարվա վերջ պայմանագրի հիմնական դրույթները համաձայնեցված են, հետո 23 թիվը ավարտվեց, տենց էլ պայմանագիրը չկնքվեց, սկսեցին։ Մինչև 24 թիվ կկնքվի խաղաղության պայմանագիր, 80%-ն արդեն պատրաստ է։ Ալեն Սիմոնյանն ասում էր 15 օրից խաղաղության պայմանագիրը կկնքվի։ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք հիմա էլ ենք պատրաստ։ Հետո ասին երկու կետ կա, որ համաձայնեցված չի։ Բերեք այդ երկու կետերը հանենք, մնացած կետերը ստորագրենք։ Ադրբեջանն ասաց չէ, ինչ գրել ենք, դրանց պիտի համաձայնվեք։ Սենց ձգձգվավ, հետո Իլհամ Ալիևը հարցազրույց տվեց, եւ Իլհամ Ալիևն ասաց, թե որոնք են այն կետերը, որոնք համաձայնեցված չեն։ Այսինքն մենք դրան մասին առաջին իմացել ենք Իլհամ Ալիևից, այսինքն փաստացի այդ 17 կետերի մասին մենք տեղեկություն ունենք միայն երկուսից, այն երկուսից, որ վերջին էտապում համաձայնեցված չէր, եւ հիմա վստահ կարող ենք ասել, որ այդ կետերի վերաբերյալ իրանք ունեն համաձայնություն առանց Ադրբեջանի կողմից դրանց վերաբերյալ մի տառ, մի բառ փոխելու։ Այսինքն ուղղակի սկզբից առարկել են, հետո տվել են իրենց համաձայնությունը։ Ընդ որում այն աստիճան են ադրբեջանցիները սրանց ստորացնում, որ ըստ արգոս նախարարության հայտարարության նախնական պայմանավորվածություն ա եղել, որ միաժամանակ հրապարակեն, որ համաձայնություն են տվել այդ կետերի վերաբերյալ։ Բայց ադրբեջանցիները ոտքերը սրբել են սրանց վրա հերթական անգամ դիվանագիտորեն։ Եվ առաջին այդ մասին հայտարարեց Ադրբեջանի արգոս նախարար Ջեյհուն Բայրամովը, որ հայկական կողմը համաձայնել, այսինքն ոչ թե իրենք են համաձայնել, իրանք համաձայնողը չեն, իրանք պահանջներ ներկայացնողն են։ Հայաստանի արգոս նախարարությունը համաձայնել է պայմանագրի բոլոր կետերին։ Նոր դրանից հետո ուշացած արգոս նախարարությունը ասում է, հայո, ճիշտ է իրանք խախտել են այս պայմանավորվածությունը, որ մենք պիտի միասին հայտարարեինք։ Բայց մենք հաստատում ենք, որ տվել ենք մեր համաձայնությունը եւ պատրաստ ենք իրանց հետ քննարկելու, թե երբ, որտեղ, որ օրը պետքա դա ստորագրման արարողությունը նախատեսվի։ Ադրբեջանցիներն ասում են, ի՞նչ ստորագրման արարողություն։ Դուք ընդամենը այդ կետերի բովանդակության հետ եք համաձայնել, ով ասում, որ մենք պիտի դա ստորագրենք։ Դրա ստորագրելու համար իրենք առանձնացրել են մի շարք նախապայմաններ, ոչ թե պետքա պայմանավորվածություններ ձեռք բերվի, այլ դրանք որպես փաստ պիտի կատարված լինեն, որպեսզի Ադրբեջանը մոտենա այդ պայմանագիրը ստորագրելուն։ Դա ասել է ադրբեջանական Իլհամ Ալիևը։ Որոնք են այդ պայմանները։ Առաջինը, որ Հայաստանը ընդունի նոր սահմանադրություն, հրաժարվելով անկախության հռչակագրին որևէ հղումից, քանի դա որպես փաստ կատարված չի, Ադրբեջանը այդ փաստաթուղթը չի ստորագրելու։ Երկրորդը, դա ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանում եւ նրանց իրավունքների պաշտպանությունը, նրանց անվտանգության ապահովումը։ Երրորդը, որ Հայաստանը պետքա ուրեմն հրաժարվի ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությունից, համատեղ պիտի Ադրբեջանի հետ միանան, դրանից հրաժարվեն։
Չորրորդը պետք է փոխհատուցեն Ադրբեջանին պատճառած վնասները, որոնք իրար այս ամբողջ տարիների ընթացքում պատճառվել են իբր թե Ադրբեջանին։ Ադրբեջանական կողմին պետք է հանձնվեն Հայաստանի այն ռազմական քաղաքական գործիչները, ովքեր նշանակալի դերակատարություն են ունեցել Արցախի ազատագրման, Արցախի պաշտպանության, զինված ուժերի կազմավորման, կայացման գործում։ Այս պահին Ադրբեջանում մեր դատվող ռազմաքաղաքական ղեկավարության քրեական գործում կա առանձնացված մաս։ Այդ առանձնացված մասում ունեն մեղադրյալի եւ վկայի կարգավիճակ եւ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ ակնկալում է Հայաստանի իրավապահ մարմինների դատախազության աջակցությունը, որ այդ մարդիկ փոխանցվեն Ադրբեջանի իրավապահներին։ Այդ մասին այս հայտարարություններից հետո ասել է նաեւ Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով օգնական Հիկմետ Հաջիև։ Այսինքն բացի պայմանագրի դրույթներից, կետերից, Ադրբեջան ունի լրացուցիչ պայմաններ, որոնց կատարման դեպքում միայն նրանք կմոտենան այդ պայմանագրին։ Իսկ այդ դրանք այնպիսի պայմաններ են, որոնք ենթադրում է Հայաստանի որպես պետության վերացում, այսինքն դրանից հետո էլ ինչ պայմանագիր կնքելու մեկ կնքե, եթե անկախության հռչակագրից հրաժարվում ես, պետությունը վերանում է։ Հետևաբար այս պայմանագիրը կարծում եմ, որ ադրբեջանական կողմը չի կնքելու, այդ դեպքում հարց առաջանում, բայց եթե չի կնքելու, ինչի էին բանակցում, ինչի էին համաձայնություն տվել, չէ, մնացած 17 կետերին։ Այդ 17 կետերի իմաստը այն է, որ իրանք արդեն ստացել են Հայաստանի իշխանությունների համաձայնություն, ասում է, դուք արդեն համաձայնություն տվել եք, չէ, որ ենթադրենք երրորդ ուժի երրորդ երկրների կազմակերպությունների ներկայացուցիչներ հայ-ադրբեջանական սահմանին պիտի չլինեն, համաձայնվել եք, չէ՞։ Ասում հա, 17 կետերի մեջ է, դες հանեք դրանց։ Միևնույն է, դա միակողմանի է, չգիտեմ Ալեն Սիմոնյանը ինչ նկատի ունի երկկողմանի ասելով, բայց Ադրբեջանի տարածքում հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր տեղակայված չեն եւ չեն կարող տեղակայվել։ Դրանք հիմա այս պահին միայն Եվրամիության քաղաքացիական դիտորդներն են եւ ցանկացած պահի կարող են լինել ռուսական սահմանապահ ծառայության սահմանապահներ, որոնք 44 օրյա պատերազմից հետո 20 թվի տեղակայվել էին հայ-ադրբեջանական սահմանի։ 24 թվին են, չէ՞, հանվել։ Հիշում եք 17 սահմանային կետեր պլյուս 2 Արարատի մարզում, 17-ը Սյունիքի մարզում։ 102 ռազմաբազայի ստորաբաժանումներ Տավուշում եւ Սյունիքում։ 24 թվին դրանք հանվել են։ Ձայնց էս ադրբեջանական պահանջների կատարումն է, որ հապկ զորամիավորումներ երբևէ չտեղակայվեն, որ էս, այսինքն Ադրբեջանը դա ասում է համաձայնեք, դե դավայ, կազմակերպ դրանց հանել եք արդեն, մեր պահանջը կատարել եք, այս ժամանակով պայմանագիր չկար կնքած, բայց ռուսական սահմանապահ բոլոր 17 ուղեկալները փակվեցին, չէ, սահմանային կետերը։ Ինչի փակվեցին։ Նիկոլ Փաշինյանն էր խնդրել Ռուսաստանի նախագահին, որ դրանք տեղակայվեն։ Փակվեցին ադրբեջանական պահանջով։ Հիմա էլ խոն ժամանակ պայմանագիր չկար, ոչ կնքվել էր, ոչ է խոսակցություն կար, որ պիտի։ Միակողմանիորեն դա ապահովել են։ Հիմա նույն ձևի ասելու է, գրել եք, որ դուք պատրաստ եք ճանապարհ տրամադրեք Ադրբեջանին առանց մաքսային հսկողության, առանց սահմանապահների, առանց ոստիկանների, որ մենք գնանք Նախիջևան։ Գրել եք, տվել եք համաձայնություն, դե ապահովեք։ Դա էլ կանեն։ Գրել եք, որ պատրաստ եք հրաժարվել բոլոր միջազգային ակցիաներում Ադրբեջանի դեմ հայցերից, գրել եք, դե հետ կանչեք ձեր հայցերը, այսինքն այն ինչ որ հայկական կողմը տվել է իր համաձայնությունը, հայկական կողմն է տվել է պաշտոնապես, արտգործնախարարությունը ասում է մենք դա փոխանցել ենք դիվանագիտական խողովակներով։ Եթե Ադրբեջանում Հայաստանը դեսպանություն չունի, ստե չկա դեռ ինչ դիվանագիտական խողովակ։ Ուզում ասի պաշտոնական նամակով են տվել, այսինքն դիվանագիտական հայտագրով, արտգործնախարարության կնիքով, բլանկի վրա գրել են, ասում են մենք այս 17 կետերին համաձայն ենք։ Դե թուրքերն էլ ասել են համաձայն եք, դե սկսեք հերթով կատարել։ Մեկը դրանք բոլորը միակողմանի են։ Միակողմանի, բոլորը։ Հիմա այդ որ ասում է ճանապարհի տրամադրում, ընդ գրած է որ պիտի Հայաստան իր տարածքով ճանապարհ տրամադրի, չէ՞, մինչև հիմա խոսում են։ Միտեղ լսել եք, որ հայ պաշտոնյաները կամ առավել եւս ադրբեջանցիներն ասեն, որ իրանք պատրաստ են Ադրբեջանի տարածքով ճանապարհներ տրամադրեն հայկական երկաթգծին, հայկական գնացներին կամ բեռնատար մեքենաներին, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրում լինի։
Չենք լսել, չենք էլ լսելու։ Ինչ որ քննարկում է միայն Հայաստանի կողմից դա կատարելու։ Հետևաբար Ադրբեջանը կարծում է գիտական, սրանցից կորզել է այդ պահանջները, խոստումները, ստիպելու է սրանք կատարեն, իրաց կողմից էլ այդ պայմանագիրը չի ստորագրվելու, պատճառաբանելով, որ լրացուցիչ պայմաններ կա, գնացեք այդ պայմաններն զուգահեռ կատարեք, գնացեք անկախության հռչակագիրը վերացրեք, նոր սահմանադրություն ընդունեք, գնացեք մեծ տուրք վճարեք, գնացեք ադրբեջանցիների դիմավորման հարցերով զբաղվեք, ուսեն շարունակ։ Այդ պահանջները ի դեպ ասեմ, դրանց ցանկը սպառիչ չի, անվերջանալի է, այսինքն հիմա մենք այստեղ խոսում ենք, կարող է Իլհամ Ալիևը քնել է։ Այնի արտացիով կարող է մի հատ նոր բան մտածի։ Այս որ մտածեց, արվելու է։ Բայց պարոն Ղազարյան, ասում եմ տեսեք, հիմա Հայաստանը միջազգային իրավականացիաներից հետ է կանչում բոլոր հայցերը, նույնը անում է նաև Ադրբեջանը։ Այստեղ փոխադարձություն չի բասա։ Չէ, չի լինելու փոխադարձություն, որովհետև Հայաստանի հայցերը ինչին են վերաբերում։ Վերաբերում են Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժմանը, չէ՞։ Որ նրանք ներխուժել են Գեղարքունիքի մարզի տարածք, որ նրանք ներխուժել են 22 թվին Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք, չէ՞։ Դրանց էին վերաբերում։ Այդ Հռոմի ստատուտը երբ վավերացրեցին։ Այն ժամանակ վավերացրեցին, որ ասին ադրբեջանական ներխուժման համար սա մենք վավերացնում ենք, որը ստիպենք Ադրբեջանի դեմ, Ալիևի դեմ հայցեր ներկայացնենք միջազգային քրեական դատարան։ Հայաստանը Ադրբեջանի տարածք ներխուժել է։ Հայաստանի դեմ Ադրբեջանը հայց ունի այդ առումով։ Այդ առումով հայցեր չունի։ Ադրբեջանն ասելու է ես հայցեր ունեմ, որ Ղարաբաղի տարածքում հանքեր եք ապօրինի շահագործել։ Ներկասի դե դա միակողմանի հայց է, դա դուք բանը։ Ես ձեր տարածքում հանքեր չեմ շահագործել, հետևաբար այս առումով երկկողմանիություն գոյություն չունի։ Իլհամ Ալիևին պետք է, որ ինքը որպես ռազմական հանցագործ արդարացվի։ Ինքը միամիտ մարդ չի, ինքը միջազգայնագետ է մասնագիտությամբ։ Այսքան տարի նախագահ, թերթի խմբագիր չի եղել, նախագահ դառնալուց առաջ, գեներալ լեյտենանտի տղա է եղել KGB-ի։ Ինքը շատ լավ հասկանում է ինքը ինչ հանցագործություններ է կատարել, եւ հիմա իրան պետք է, որ այդ հանցագործությունները իր վրից մաքրվի, դուրս գա։ Եվ միակ հայտատուն այդ առումով Հայաստանն է, դրա համար պահանջում է, ասում է Հայաստանը իր հայցերը հետ քաշի, դրանք միակողմանի են։ Հայաստանը Ադրբեջանի տարածքի վրա չի արձակվել, որ Ադրբեջանն էլ հայց տված լինի։ Բան Ադրբեջանը Հռոմի ստատուտ չի վավերացրել, ինքը միջազգային քրեական դատարանի անդամ էլ չի։ Այսինքն այդ առումով ինքը կասի, այդ իմ հայցերը ձերի հետ կապ չունի։ Պարզա չէ, այսինքն դե իրավական բաներ է դնելու, համարժեքություն է դնելու, ասել է դուք ընդհանրապես բոլոր հայցերից հրաժարվեք, տնտեսական բնույթի հայցերն էլ թող մնա առանձին քննարկման առարկա։ Ինչ պիտի ասեն սրանք, դա ասեն չէ չենք հրաժարվում։ Գլուխները կախ անելու են, էլի։ Որը ասած չեն արել։ Պարոն Ղազարյան, բայց այնուամենայնիվ այլ ընտրանքը ո՞րն է։ Հիմա կպականներն ասում են մենք ձեզ առաջարկում ենք, ձեզ ասելով նկատի ունեմ հանրությանը, առաջարկում ենք խաղաղության պայմանագիր։ Հիմա այդ խոսքերը, որ ասում եք խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի երաշխավորում, դա հիպոթետիկ է եւ այսինքն կարող է խաղաղություն լինել, կարող է չլինել նաեւ Ադրբեջանն էլ ցանկացած բանի կարող է հարձակվել նույնիսկ խաղաղության պայմանագրի առկայության բaragայում։ Հիմա մենք ձեզ բերել ենք խաղաղության պայմանագիր, որը ինչ որ տոկոսով երաշխավորում է խաղաղություն։ Հիմա հանրությունը պետք է ասի ինչ չենք ուզում։ Չէ, իրանք չեն ասում, որ այդ խաղաղության պայմանագիրը երաշխավորում է խաղաղություն։ Հիշեք Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում։ Ասում է խաղաղության պայմանագիրը դա չի երաշխավորում խաղաղություն։ Այդ պայմանագիրը կնքելուց 15 րոպե հետո, 15 օր հետո կարա լինի պատերազմ։ Այսինքն դա ոչ մի երաշխիք չի։ Հիմա խաղաղության պայմանագրի մասին խոսում են, ասում են տեքստերը ավարտեցինք։ Արդեն 4-րդ հաղորդագրությունն է այսօր գնում Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարություններից։ Ադրբեջանցիներն ասում են, որ սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ հայկական կողմը
տարբերակաբաց է Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ, Հայաստանի ՊՆ-ն էլ հերքում է։ Երաշխավորել են ինչ-որ բան։ Որտեղ է այդ երաշխիքը։ Խաբում են ուղղակի։ Ոչ մի երաշխիք էլ գոյություն չունի։ Բայց ավելի լավ չի լինի խաղաղության պայմանագիր, քան թե չլինի ընդհանրապես ոչ մի բան։ Բայց այդ խաղաղության պայմանագիրը ում հետ պետք է լինի։ Այն երկրի, որը այսօր քո երկրի քաղաքացիներին հանիրավի դատում է, դրանց հետ պետք է պայմանագիր կնքելու։ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Ալիևը ելույթ է ունեցել Ադրբեջանում COP29 գագաթնաժողովից առաջ, այնտեղ մի հատ արձան են, չէ՞, տեղադրել նոյեմբերի 8-ին հիմա իրենց մոտ տոնական օր է։ Ուղերձով դիմում է Ադրբեջանին 11 անգամ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին խոսելուց գործածում է թշնամի եզրույթը։ Դասես խաղաղություն եմ զո, ասել եմ խոչի։ Այդ մարդիկ տրամադրված չեն Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու, բարեկամություն հաստատելու։ Իրանց ոչ հասարակական տրամադրությունները, ոչ զինված ուժերի առջև դրված խնդիրները այս պահին։ Դրանք խաղաղության միտում չունեն։ Հիմա դու ասես ես խաղաղություն եմ ուզում։ Ի ուզի, քո ուզելով չի, պիտի իրավիճակը, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական իրավիճակը ստապ գնահատես, չէ՞։ Իրանք ասում են, ճիշտ Ալիևը մեզ էսենց ասում, Նիկոլ Փաշինյանին վիրավորում է, զորավարություններ են անցկացնում, սադրանքներ են անում սահմանին, առևանգում են մեր քաղաքացիներին, գերեվարում են մեր քաղաքացիներին, բայց իրանք մեզ չեն շեղի խաղակարգից։ Դու մի շեղվի։ Այսինքն, որպեսզի դա տեղի ունենա, պիտի երկու կողմից ըլնի չէ տրամադրություն։ Հիմա ադրբեջանական կողմը տրամադրությունը չունի։ Եվ նրանք մի ձևի խաղաղություն են պատկերացնում։ Այն նույն խաղաղությունը, որ հիմա կա Ստեփանակերտում։ Ստեփանակերտում գիտեք ինչքան խաղաղ է։ Պատերազմի ոչ մի վտանգ չկա։ Արցախում հիմա գիտեք ինչ խաղաղություն է հաստատվել։ Որտեղ Արցախում այլևս հայ չկա, զինված ուժեր չկան։ Այդ էս խաղաղություն ինքը Հայաստանում էլ է ուզում հաստատի։ Ասում է, չէ, պետք է լսել, չէ, պայմանագիրը ով պետք է ստորագրի, Իլհամ Ալիևը։ Բայց մենք չենք լսում Իլհամ Ալիևն ինչ ասում։ Իլհամ Ալիևը ասում է, Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է, պատմական անարդարություն ա եղել, որ դա անցել է Հայաստանին։ Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Մենք այնտեղ պիտի վերադառնանք, պարտադիր չի որ վերադառնանք տանկերով, կարանք վերադառնանք սովորական քաղաքացիական բաներով։ Դա վերադարձել են, եկել են արդեն Նիկոլ Փաշինյանի պատուհանի տակ երգում են։ Կես ներսն են, հարցազրույցն վերցնում, կես դուսի երգում են։ Գալը ոնց է անում, այդ մարդիկ լրիվ ուրիշ տրամադրություն ունեն։ Պիտի ստապ գնահատես, չի ասես, դե մենք խաղաղություն ենք ուզում, դե ուզի։ Հիմա այս իրավիճակում ասում եք երգը ո՞րն է։ Երգը հավասարակշռությամբ բերելն է իրավիճակը։ Այսինքն երկիրը պիտի կառավարես, երկրի դիմադրողականությունը պիտի բարձրացնես, միջազգային համագործակցությունը խորացնես, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնես։ Սրանք անում են ճիշտ հակառակը։ Բանակը հետ քաշենք ասում է սահմանից, բանակային ստորաբաժանումները լուծարենք։ Հիմա իսկի չեն ասում, չէ՞, 15 կետերն ինչ է։ Պարզ չի ինչ է։ Ուզում ես ասեմ ինչ է։ Չեմ կարդացել, տրամաբանություն կա։ Նայում ես Իլհամ Ալիևի մինչև հիմիկվա հայտարարությունները պարզ է ինչ է։ Ես մի անգամ դες թեմատիկ զրույց եմ ունեցել։ Դուք հիմա իմ թեմատիկները պարբերաբար դնում եք, շնորհակալ եմ շատ։ Դրանց մեջ կա, ես կուղարկեմ ձեզ այդ լինքը։ Գաղտնազերծում է կոչվում։ Ես գրել եմ այն 15 պահանջները, որ ոչ թե ենթադրելով, այլ մոնիտորինգ եմ արել, թե Իլհամ Ալիևը մինչև հիմա ինչ հստակ պահանջներ է ներկայացրել Հայաստանին։ Դրանք բոլորը արձանագրել եմ, իսկ 15 հատ է ստացվել է։ Որտեղ զինված ուժերի լուծարում, ապա ռազմականացում Հայաստանի։ Բոլոր մարտական ստորաբաժանումները լուծարել են տալու սրանք 100% այդ 15 կետերի մեջ էդի է գրած, որ հայ-ադրբեջանական սահմանից զինված ուժերի դուրս բերում եւ ընդ միայն սահմանապահ ծառայության տեղակայում ԱԱԾ, այսինքն բանակը պետք է սահման չհսկի, որ 1 կիլոմետրանոց չեզոք գոտի պիտի լինի հայկական կողմից,
որով 90 բնակավայր հայկական սահմանամերձ գյուղեր կհայտնվեն չեզոք գոտում, այսինքն ընդ մուտքը կլինի պրոպուսկով, ալկոհոլի վաճառքը արգելված կլինի, որսորդական զենքեր չեն լինի այդ գյուղերում անգամ 100% էս բաներ է գրած, անկլավներ է գրած 100%, որ Հայաստանը պիտի վերադարձնի այս ժամանակահատվածում, բայց չի հրապարակում։ Ասում են, չէ, համաձայնեցրել եք, չէ, վերջ, ասում եք այդ թեմայով բանակցություններն ավարտվել են, այդ ոչ մի տառ հնարավոր չի փոխել։ Բայց հիմա դրեք ինտերնետ տենակ այդ ի՞նչն եք համաձայնեցրել, բայց չեն անում։ Շամպես հասկանում են, չէ, ինչ գալատ են արել։ Դրա համար թողնում են այսօր այն բան են, Հայկ Կոնջորյանն ասում է, դե որ վավերացման գործընթացը սկսվի, բերեն արդեն սահմանադրական դատարանով ազգային ժողով, մարդիկ կիմանան։ Վավերացման պահին, երբ որ իրանք մի գիշերում մի խմբակցությունով դնելու են քվեարկեն անցկացնեն։ Բայց հիմա ինչի չեն հրապարակում։ Որովհետև պարզ է, չէ, ինչա բովանդակում դա։ Բանակը վերացնելու են, տարածքները տալու են, կոմունիկացիաների անվան միջանցքը տրամադրելու են ու լրացուցիչ պահանջներն կատարելու են։ Բայց երկրի վերացումը սա նշանակում, ինչի մասին է խոսքը։ Պիտի հավասար լինեն, չէ, կողմերի մոտեցումները, բան չեն անում դեր խաղաղությամբ, ես 368-ում ունեցել եմ թեմատիկ զրույց այդ թեմայով։ Հայաստանը միջազգային պայմանագրերի մասին օրենք ունի, որով միջազգային պայմանագրերը դասակարգվում են։ Պետությունների միջև համագործակցության հաստատելու պայմանագրերը կոչվում են քաղաքական բնույթի պայմանագրեր։ Խաղաղության պայմանագիրը կնքվում է այն ժամանակ, երբ որ պետության հետ դու պատերազմ ես հայտարարում, իսկ պատերազմ հայտարարելու ռեժիմը սահմանադրությամբ է սահմանվում։ Ու ազգային ժողովի որոշմամբ խաղաղությունը հաստատում։ Նոր դրանից հետո է կնքում խաղաղության պայմանները։ Մենք պաշտոնապես Ադրբեջանին պատերազմ չենք հայտարարել։ Ադրբեջանը մեզ պաշտոնապես պատերազմ չի հայտարարել։ Հարցը չի առաջանում։ Պայմանագիրն ինչի է կոչվում խաղաղության պայմանագիր։ Որտեղ ռազմական բնույթի պայմանագրերի մեջ նշվում են պետության տարածքում այդ պետությունների զինված ուժերի տեղակայման հարցը, ռազմական համագործակցության հարցերը։ Դա դες բաներ այդ դրա մեջ կարգավորում։ Դրա համար են անում դեր խաղաղության պայմանագիր։ Հայաստանը սկի Վրաստանի հետ խաղաղության պայմանագիր չունի։ Իրանի հետ սկի խաղաղության պայմանագիր չունի։ Որևէ երկրի հետ չունի։ Այդ ինչի է լավ որ պիտի Ադրբեջանի հետ ունենա։ Նա մարտական գործողություններ են եղել, բայց դա պատերազմ չի եղել, չէ, պաշտոնապես։ Ինչի չի կոչվում, ենթադրենք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին եւ փոխհարաբերությունների մասին պայմանագիր։ Ինչի դեն չի կոչվում։ Որտեղ ռազմական բաղադրիչ կա մեջը։ Գաղտնի են պահում։ Ազգային ժողովի պատգամավորները Հայաստան խմբակցության գնացին արտգործ նախարարություն նայեցին, նախապես թող տվեցին ստորագրելու, ասին գաղտնի պիտի չպիտի լինեք հասարակությանն ասեք, թե ինչ եք տեսել։ Մարդիկը չասին ինչ են տեսել, բայց ասեն ինչ որ տեսել ենք ավելի սարսափել էր, կամ մենք պատկերացնում ենք, որ կարող է տեսնենք։ Ասել են, չէ՞։ Բայց չեն կարող ասենք դրույթների ինչա, բայց կարանք ասենք, որ սարսափելի է։ Հիմա դրա վրա երկուսն էլ ավելացել է։ Պարոն Ղազարյան, այդ նախապայմանները, որ Ադրբեջանի քրեական գործերով անցնող հայերը նախկին նախագահները ռազմական ղեկավարությունը պետք է արտահանձնվի, սահմանադրության փոփոխություն, չգիտեմ, այնտեղ ուրիշ նախապայմաններ կան իհարկե այդ պայմանագրի կետերից դուրս։ Դրանք մոտ ապագայում ձեր կարծիքով Հայաստանը կիրականացնի, թե մնալու է այդպես ձգձգվի երկարան։ Օրինակ սահմանադրական փոփոխությունը խո հեշտ չի անել։ Սահմանադրական փոփոխության համար հանրակրվե անցկացնեն, չէ՞։ Այո։ Հանրակրվեն ժամկետներ ունի, հանրակրվեի համար կողմ ձայներ պիտի ունենան։ Հանրակրվեի մասին օրենք կա մեր երկրում, հանրակրվեի մասին սահմանադրական օրենք, որով ասում է, որ հանրակրվեն համարվում է ընդունված, կայացած, եթե ընտրողների ցուցակային թվի կեսից ավելին մասնակցում են դրան։ Հանրակրվեն համարվում է ընդունված, եթե ընտրողների ցուցակային թվի առնվազն 25%-ը կողմ է քվեարկում հանրակրվեի ընդունմանը, դա կազմում է մոտավորապես 800,000 ձայն։ ՔՊ վերջին ընտրություններից ստացել է 680,000, հիմա Ալիևի պահանջով քանի անասուն կետա սահմանադրություն փոխելու։ Որ գիտի, որ դա Ալիևի պահանջն է։
ու դրանով Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն վերանում է։ Ես կարծում եմ, որ հայ հասարակության մեջ անասուն չկա մարդու կերպարանքով էլի։ Դրա համար ինքը չի կարող երաշխիք տրամադրի։ Ալիևն էլ ասում է, դե քանի չեք արել, մենք չենք կնք այդ պայմանագիրը։ Այն Ալիևի օգնականներն ինչ են ասում, ասում են մենք չենք ուզում պայմանագիր կնքենք Նիկոլ Փաշինյանի հետ, մենք ուզում ենք պայմանագիր կնքենք հայ ժողովրդի հետ։ Ասում են գնացեք ձեր ձեռով ձեր պետությունը վերացրեք։ Իսկ եթե գնացին հանրաքվե արեցին, նոր սահմանադրություն ընդունեցին առանց անկախության հռչակագրի, դա նշանակում է, որ գոյություն ունեցող մեր հիմիկվա պետությունը Հայաստանի Հանրապետություն անունով վերանում է։ Եթե Հայաստանի Հանրապետություն անունով պետությունը վերանում է, այլու պետք է կնքեն պայմանագիր։ Լսեք Նիկոլ Փաշինյանն ինչ ասում, նույնիսկ այդ հայտարարություններից հետո թուրք լրագրողների հետ հանդիպմանը կրկնում է, դա արդեն ես ինքանի անգամ ասել։ Ասում է Հայաստանի գործող տարածքի 60-ից 70%-ը ըստ Ադրբեջանի գործող սահմանադրության ունի ադրբեջանական պատկանելություն։ Ասելա, չէ՞։ Այո։ Դա Ադրբեջանն ասում է իմ հիմիկվա գործող սահմանադրության, դու ես ասում, չէ՞։ Մարզերով նշել է։ Սյունիքի Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերից առանձին հատվածներ, դրանք Ադրբեջանին են պատկանում, ըստ Ադրբեջանի գործող սահմանադրության, ինքն էլ ասում է մենք այդ սահմանադրությունը փոխելու պահանջ չենք դնում։ Բայց իրենց պահանջը փոխում ենք Հայաստանի սահմանադրությունը։ Գնաց Հայաստանի տարածքի 70%-ը Ադրբեջանին։ Դե Հայաստանը քվեարկի կասի մենք անկախության հռչակագիր չունենք, պետությունը վերացավ, մնացած 40%-ն էլ Թուրքիան կվերցնի։ Բրծավ էլ ինչ պետություն, էլ ինչ պայմանագիրերում հետ կնքեն պայմանագիր։ Արցախը Ադրբեջանի հետ պայմանագիր կնքել է, կանչում են Եվլախ, ասում են եկեք բանակցությունների, չէ՞, հայ համայնքի ներկայացուցիչները Ղարաբաղի։ Բան էին կնքում, կանչել էին, որ պայմանագիր կնքեին Արցախի իշխանությունների հետ։ Ընդամենը քննարկում էին, թե ամսի քանիսին ոնց պիտի սահմանը բացեն, այդ Հակարի կամրջում ում պիտի ստուգեն, ում պիտի չստուգեն, որ դուրս գան դատարկեն Արցախը։ Այդ են քննարկի, այդ էլ արել են։ Նույնն էլ Հայաստանի հետ են անելու։ Ինչ պայմանագիր։ Հիմա հիմարի դար չէ, ասենք, այտենց են ասում։ Ահա նայեք ասողն ով Ալեն Սիմոնյանը չի ասողը։ Ալեն Սիմոնյանը անցած տարի ասում էր Արցախն ապագաունի ծափեր։ Այդ նույն պատի դիմացը կանգնած, հետև գրած ազգային ժողով, դիմացը նույն լրագրողները, նույն միկրոֆոններով։ Դե նույն ասողը, եթե կարա ասի Արցախը ունի ապագա ծափեր, հետո կանգնի ասի Արցախը Ադրբեջանա եւ վերջ։ Ինչ կապ ունի նա հիմա ինչ ասում։ Մի շաբաթ հետո ուրիշ բան կասի։ Նա իր ասացի համար պատասխան տվել է, պատասխանատվության ենթարկվել է, իրավական, քաղաքական, հրաժարական տվել, դատվել է, ինչ է ել։ Կոշիկ առեթազա, ամեն մեկը մի օպելիգի։ Ինչ պատասխանատվություն ունեն։ Այսօր սեցա պետք է կասեն։ Վաղը նեցելին ես կասեն։ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի պատվիրակության ղեկավար եղել 2020 թվականի Արցախի ազգային ժողովի եւ նախագահի հերթական ընտրություններում։ Ու ասել է Արցախի հանրապետությունում ընտրությունները անցկացվել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։ Այդ ընտրությունների արդյունքում ընտրված Դավիթ Իշխանյանն էլ Բաքվի բանտում Արայիկ Հարությունյանն էլ։ Իդերստից ասում է դե հիմա ինչ անեմ ախպեջան, որ դրանք Բաքվի բանտում են։ Բայց դու դիտորդ էր գնացել է դրանց ընտրությանն էր մասնակցում, բա դու ինչ էիր անում ընդ։ Ալեն Սիմոնյանը սենց է ասում։ Հետո ինչ որ ասում է։ Վաղ ուրիշ բան կասի։ Նիկոլ Փաշինյանը սենց է ասում։ Հետո ինչ։ Նիկոլ Փաշինյանը չի ասող։ Հələ մեկ հանեք տեսեք 18 թվին ինչ ասել, 19 թվին, 20 թվին, 21 թվին։ Այդ ինքը չի էլ այդ ասողը։ Հիմա այդ նույն բաներն է ասում։ Վաղ ուրիշ բան կասի։ Հələ մենք նստած մտածում ենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ ասում, Ալեն Սիմոնյանն ինչ ասում։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, պարոն Ղազարյան, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ես եմ շնորհակալ, Սերժ,